Սիրելի բարեկամներ, ապրիլի 18-ին մեր անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը դարձավ 70 տարեկան։ Պարոն Թորոսյան, ես ուզում եմ շնորհավորել ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ ես ուզում եմ ավելացնել, որ պատահական չէ, որ մենք այսօր պարոն Թորոսյանի հետ զրուցում ենք հենց այստեղ։ Դե, քանի որ այստեղ կանգնած է մեր մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, իսկ նրա ետևում Ջիմ Թորոսյանի նախագծած աշխատանքներից մեկը Կասկադ է։ Պարոն Թորոսյան, 70 տարի, դա քիչ է, թե շատ է արվեստագետի համար։ Դա ոչինչ է։ Ոչինչ է, որտեվ արվեստի մարդը նախ ժամանակ եւ տարածություն չունի եւ տարիք չի զգում, ինչպես եւ ես։ Իսկ այն ինչ որ դուք ասեցիք Կասկադի վերաբերյալ եւ մյուս կառույցների, որ ես իհարկե իմ գոլեգաների հետ համատեղ եմ նախագծել, դա իմ եւ իմ գոլեգաների, այսինքն ինձ համար վերջի գործերից էր եւ ես շատ կուզեի այսօր այնպես օր լիներ ինձ համար, որ ես նա ավարտուն վիճակում տեսնեի, ինչպես եւ իմ եւ իմ գոլեգաների հետ նախագծված քաղաքային խորհրդի շենքի համալիրը, որ նույնպես մեծ կառույց է, որը նույնպես քաղաքաշինական դիրք ունի քաղաքում եւ նշանակություն, որտեղ դա մեր մայրաքաղաքի հարավային մուտքն է, Էջմիածնի խճուղի կողմից, որը ինձ թվում էր, որ պիտի վատ չստացվեր, նույնպես այդպես թերի մնաց։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվան, այս առիթին, ես կուզեի իմ երախտագիտության խոսքը ասել իմ ուսուցիչներին։ Եթե որևէ հաջողություն ես ունեցել եմ, ուրեմն ես իրենց եմ պարտական։ Ես ունեցել եմ հիանալի ուսուցիչներ, հայ ճարտարապետության ականավոր գործիչներ, մեծ վարպետներ, ակադեմիկոս Սամվել Սաֆարյանին կուզեի իմ խոսքը ասել շնորհակալական, Ռաֆո Իսրայելյանին, Գրիգոր Աղաբաբյանին, ավելի ուշ ճարտարապետության ակադեմիայում Մոսկվայում սովորելու ժամանակ Կարո Հալաբյանին, ես ուղղակի խոնարհվում եմ իրենց լուսավոր եւ պայծառ հիշատակի առաջ եւ իմ ընկերներին, իմ գործընկերներին, այն արվեստանոցում, որտեղ ես աշխատում եւ ղեկավարում եմ, այդտեղ հիմնականում իմ աշակերտներն են։ Այսինքն նրանք ինձ աշակերտել են բարիգուն իմաստով, որտեղ ես դասավանդել եմ ինստիտուտում, ես իմ ստեղծագործական կյանքը միշտ համատեղել եմ դասախոսական աշխատանքի հետ եւ ինձ մոտ արվեստանոցում հավաքվել են տղաներ եւ աղջիկներ, որոնց ես ընտրել եմ, նրանք էլ ինձ են իրենք ընտրել եւ այդպես մի տեսակ արվեստանոց դպրոց է ստեղծվել։ Առիթից օգտվելով պիտի ուզենայի շնորհակալական խոսք ասել մեր հանրապետության այն ղեկավարներին, որոնց համար ճարտարապետությունը լոկշինարություն չի, այլ կարևոր մի արվեստ է, որով կարելի է մարդ դաստիարակել, մարդու համար մթնոլորտ միջավայր ստեղծել, գեղեցիկ քաղաք, որտեղ դաստիարակել հայրենասեր, հայ, լավ, ապագա սերունդ։ Եվ քանի որ մենք այսօր գտնվում ենք այստեղ Կասկադի մոտ, ինձ երևի ինչպես ինձ, այնպես էլ նաև մեր հեռուստադիտողներին կհետաքրքրի, որպեսզի մի երկու խոսք դուք Կասկադի մասին ասեք։ Ինչ է առ այսօր կառուցվել եւ ինչ պետք է լինի այստեղ։ Այստեղ Կասկադը ինքը մի տեսակ մշակութային կենտրոն պիտի լինի։ Այստեղ բազմաթիվ սրահներ են,
որոշակի ֆունկցիայի կապված մեր ժողովրդի պատմության հետ։ Ահա այստեղ այդպես էր մտածված, տերասները որ կան այստեղ, ամեն մի հարթակը իրեն էքսպոզիցիան պիտի ունենար։ Այսինքն այստեղ քայլելուց դուք պիտի կարողանայիք ծանոթանալ մեր ժողովրդի հոգևոր անցյալի եւ ներկայի հետ եւ պիտի կարողանայիք տեսնել այն նմուշները, որոնք պիտի այստեղ ցուցադրվեն։ Բացի դրանից այսօրվա մեր նշանավոր արվեստագետները Գրիգոր Խանջյանը, հիանալի նկարիչ, որ այստեղ որն նկարի անում, Արտաշես Հովսեփյանը, այս քանդակի հեղինակը, այնտեղ մի գեղեցիկ գործ ունի, Սասունցի Դավիթն է քանդակում, Մարտիրոս Սարյանի Հայաստան վարակույրը պիտի ցուցադրվեր, այսինքն այստեղ պիտի լիներ իմ կարծիքով բավականին մի հետաքրքիր մթնոլորտ մեր երևանցիների համար առաջի հերթին եւ հետո դրսից մարդկանց եկածների համար եւ պիտի ասեմ, որ աշինարարությունը այս կառույցը նաեւ ունի ֆունկցիոնալ նշանակություն։ Այստեղից մինչեւ վերևի հարթակը, մինչեւ Ազատության պողոտան 3 րոպեվա ճանապարհ է էսկալատորով։ Իսկ էսկալատորը լինելուց հետո դուք կարող եք նստել եւ անմիջապես բարձրանալ վերև։ Նույն էսկալատորները այստեղ պիտի լինեն ապագայում հետևյալ ձևով. ամեն մի հարթակ բարձրանալու համար եւ ուղղակի մինչեւ վեր գնալու համար։ Ես կարծում եմ անհետաձգելի է հիմա էսկալատորները մինչեւ վերևի հարթակ հասցնելը։ Դա ես չեմ կապում կառույցի կարևորության հետ, այլ քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու, ժողովրդին ապահովելու մի քիչ այնպես նորմալ ձմեռային կյանք պիտի դա արվի, քաղաքային խորհուրդը զբաղվում էր այդ հարցով, ցավոք վերջերս մի քիչ դանդաղեց, բայց հուսով եմ, որ պիտի շարունակվի։ Անպայման դա պիտի արվի եւ վերջացվի, եւ այն աշճանները, որոնք նախագծված են էսկալատորի հետ միասին դրսի կողմից, նախագծային աշճաններ, ոչ թե ժամանակավոր, պետք է որ արվի։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթել, որպեսզի մեր ժողովուրդը դեռ շատ աշխատանքներ տեսնի ձեր նախագծած աշխատանքներից, ինչպես նաեւ ձեր ղեկավարությամբ, ձեր աշակերտների աշխատանքները զարդարեն մեր քաղաքը։